Մայիսի 18-ին աշխարհի բազմաթիվ երկրներում նշվում էր Օմար Խայամի 977-ամյակը։ Այս առիթով հայ-իրանական գիտամշակութային համագործակցության շրջանակում Հայ-ռուսական համալսարանի Արևելագիտության ինստիտուտում կազմակերպվեց գիտական սեմինար՝ նվիրված միջնադարյան նշանավոր մտածողի կյանքին ու ժառանգությանը։ Բացման խոսքով հանդես եկավ Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային ներկայացուցչության ղեկավար Մոհամմադ Ասադին, կարևորելով Խայամի համամարտկային ժառանգությունը և նրա տեղը համաշխարհային գիտամշակութային հենքում։ Սեմինարի ընթացքում մասնագետները վերլուծեցին Խայամի դերը պարսկական գրականության մեջ, ինչպես նաև ներկայացրին նրա գիտական ներդրումները։ Նշենք, որ Օմար Խայամը հայտնի է ոչ միայն իր քնարական քառյակներով, այլև որպես բազմաշերտ գիտական գործունեություն ծավալած փիլիսոփա, աստղագետ և մաթեմատիկոս։ Նրա ստեղծագործության հիմքում ընկած են ժամանակի կարևորագույն բարդ հարցադրումներ՝ կյանքի արժեքի, ճակատագրի ու գիտության նշանակության վերաբերյալ։